Նրան անվանում են պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիր, նա կարողանում է ախտորոշել պաթոլոգիան և բուժել արատները հղիության վաղ փուլում։ Դրա համար է նաև, որ նրան պրենատալ ախտորոշման համաշխարհային առասպել են անվանում։ Ես միջազգային աստղ չեմ, պարզապես սիրում եմ սովորեցնել, ոգևորել երիտասարդ բժիշկներին, որ ձգտեն անել ավելին։ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ պրոֆեսոր Ֆիլիպ Ժենտին Միացյալ Նահանգներից ժամանել է Երևան տեղի մասնագետներին վերապատրաստելու։ Հղիների ամենասպասված շաբաթները 5-րդն ու 6-րդն են։ Հենց այդ շրջանում է ձևավորվում պտղի սիրտը, բաբախը կա, պտուղը զարգանում է։ Հայաստանում տարին 45,000 երեխա է լույս աշխարհ գալիս, նրանցից 450-ը ծնվում են սրտի բնածին արատով, սակայն էխոսրտագրության զարգացումը հնարավորություն է տալիս դեռ ներարգանդային կյանքում գնահատել պտղի սրտի անատոմիական կառուցվածքը և ախտորոշել արատների մեծամասնությունը։ Անցյալ տարի առաջին անգամ վերջի 20 տարվա կտրվածքով նկատվել է նվազում բնածին արատներով ծնված երեխաների եւ մենք գտնում ենք, որ դա շատ մեծ ձեռքբերում է եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները։ Ֆիլիպ Ժենտիի դասընթացը կտևի 2 օր, սակայն դրանից հետո նույնպես մասնագետները կկարողանան մշտապես թարմացնել իրենց գիտելիքները։ Պրոֆեսորը նաև պրենատալ ախտորոշման ուսուցողական հեղինակավոր Fetus.net կայքի հիմնադիրն է։ 20,000-ից ավելի պատկերներ, 600-ից ավելի տեսահոլովակ, մոտ 3,000 հոդված, եւ այս ամենը հասանելի է անվճար։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, Ժամը լրատվական։